նվիրվում է աշխարհահռչակ նկարիչ Ոստանիկ Ադոյան Արշիլ Գորկու հիշատակին։ Մաս առաջին 1904 թվականի ապրիլի 15-ին ուրբաթ օրը Ասպուրականի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը, որդին Խորգոմցի Սեթրակ Ադոյանի և Ոստանցի Շուշանիկի։ Մայրը Տեր Մարտիրոսյանների տոհմիկ քահանաների կրթված ու հայրենասեր ընտանիքից էր։ Մոր միջոցով Ոստանիկը ծանոթացավ Ռոսլինի Բիծակի հետ, Ախթամարի և Նարեկացու հետ։ Մայրը նրան գրաբար կարդալ ու հասկանալ էր սովորեցրել և հետևել, որ տղայի մոտ զարգանա գեղեցիկի հետ առնչվելու ցանկությունը։ Դու պետք է կրթություն ստանաս, որ դառնաս ուսուցիչ քո ժողովրդի համար։ Շուշանիկը նրա ձեռքից բռնած գնում էր Այգեստանից հյուսիս ընկած պարտեզներով շրջապատված և լքված կառույցների ավերակները։ Այնտեղից լավ էր երևում Վարագասարը, Վանալիճը, Այգեստանը և քաղաքը։ Նա տանում էր որդուն, որպեսզի այնտեղ պատմի նրան հայոց հին աստվածների առասպելները, հայոց հին արքաների պատմությունները։ Իսկ երբ մայրամուտի հրդեհը ծածկում էր երկնակամարը և ամեն կենդանի արարած, կարկամած այդ հրացոլքից լռում էր, երեկոն այնքան խաղաղ ու գերիրական էր դառնում, որ թվում է, թե սառել է ժամանակի մի կետի վրա։ Հիասքանչ է։ Հայաստանի բնությունը անսպառ ներկատուփ է, եթե մի անգամ վրձինը թաթախես այնտեղ, նա անընդհատ կարող է պարել քո երգի տակ, տարիներ հետո պիտի հավաստիացներ արդեն ճանաչում գտած նկարիչը։ Ապրելով մի հեքիաթային մանկություն ապրեց նաև 1915 թվականի ողբերգությունը ծայրեծայր, ճնշումի, վախի, սարսափի, ջարդի, աքսորի, քաղցի ահավորությունը։ Գաղթի ճանապարհների սոսկալի պատկերները անջնջելիորեն դրոշվեցին նրա մտքի մեջ և հարատև ցավ պատճառեցին։ Մայրս, Ոստանիկը, քույրերս և ես 1915 թվականի հունիսի 15-ին ճանապարհ ընկանք Վանից։ Մենք մեր արժեքավոր իրերը թաղել էինք Տամբակում, կարծում էինք վերադառնալու ենք, կարծես ամեն ինչ աչքիս առջև լինի։ Արևը բարձրացավ Տիրամար եկեղեցու կողմից, բոլորը ներս էին մտնում, աղոթում և շարունակում ճանապարհը։ Արևը շողշողում էր եկեղեցու դահլիճներում, մենք անցանք Վանի արևելյան ափով, անցանք Բերգրիի դաշտով։ Հետո մտանք Արարատյան դաշտ, մենք տեսանք Արարատը, մենք կախարդված էինք լեռան մեծությունից։ Հունիսի 25-ին հասանք Էջմիածին։ Իգդիրից Էջմիածին Անդրանիկի զինվորները մեզ ուղեկցեցին։ Մենք Էջմիածնի մասին շատ էինք լսել, երջանկություն էր լինել այնտեղ, բայց բոլորի տները լիքն էին գաղթականներով և համաճարակ էր։ 3 շաբաթ մնալուց հետո գնացինք Երևան։ Մենք սենյակ գտանք Միլիոնուլից 14 հասցեում։ Հետո տեղափոխվեցինք Բազարնայե փողոցի 39 տունը։ Աշխատանք չկար։ Մայրս պատահական գործեր էր անում։ Հետո աշխատանք գտավ որբանոցում։ Ոստանիկը սկսեց աշխատել Աստաֆյան փողոցի տպարանում։ Հետո տեղափոխվեցինք Կատանովսկի փողոցի 18 տունը, որտեղ մնացինք մինչև 18 թվականի օգոստոսը։ Ոստանիկը գրքեր էր տուն բերում կազմելու, որ մի քիչ ավելի վաստակի և կարդում էր այդ գրքերը։ Տունը ոսկորից գեղեցիկ սանրեր էր սարքում և վաճառում էր։ Հետո լուր տարածվեց, որ քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Մենք պատրաստվեցինք ոտքով մեկնել Թիֆլիս։ Ճանապարհը քանաքեռով էր անցնում։ Քաղաքից 20 կիլոմետր հեռու Շահաբ գյուղի մոտ մայրս շատ վատացավ։ Եվ հետո նա չէր ուզում թողնել Հայաստանը։ Մենք մնացինք Շահաբ գյուղում մինչև դեկտեմբեր։ Գրեթե ուտելու բան չկար և Ոստանիկը մայրիկին ու ինձ մի կերպ հասցրեց Երևան։ Մենք մի հին թաղամասում գտանք ավերված մի տուն, որը կիսով չափ առաստաղ չուներ։ Մայրս ծանր հիվանդ էր սովահարությունից, որովհետև իր բաժինն էլ միշտ պահելու մեզ էր տվել։ 14 տարեկան տղայի ուսերին ծանր բեռ էր ընկել։ Ձմեռը եկավ, սարսափելի էր։
Հետո առաստաղը սկսեց կաթել։ Ամեն առավոտ նախքան աշխատանքի գնալը ես եւ ոստանիկը մորս դնում ենք լուսամուտի լայն գոգին, որ չթրջվի կաթուցքից։ Մարտի 29-ը նա մեռավ։ Խոտը նոր էր սկսել աճել։ 1919 թիվն էր։ Մենք նրան նորից տեղավորել էինք լուսամուտին եւ նա ոստանիկին նամակ էր թելադրում Ամերիկայում ապրող մեր հորը, որը 1908 թվականին գնացել էր Վանից խուսափելու համար թուրքական բանակից։ 1919 թվական, քաղաք Երևան, բարև Սեթրակադոյան, դու հեռացար մեզանից, փոխանակ զենքը ձեռքիդ պաշտպանեիր տունդ եւ քեզ, հեռացար մինչև Ամերիկայի Պրովիդանս քաղաքը, Ֆիդայի քաջերի պես չբարձրացար լեռները Սեթրակադոյան։ 1915 թվի մասին դու Պրովիդանս քաղաքում իմացար։ Ասեմ քեզ, որ քո 11 տարեկան ոստանիկ որդիդ Վանի պաշտպաններին միշտ զենք ու հաց է հասցրել, որտեղ պետք է եղել կրակել է։ Ես երբեք չեմ կարող թողնել Հայաստանը եւ Ամերիկա գալ։ Սա մեր հողն է, եւ շուտով մենք Վան կվերադառնանք, որովհետեւ կանչում է կրկին, կանչում անդադար, են չքնախ երկրի կարոտ անքում, ու թևերն ահա փռած տիրաբար, թրջում է հոգիս, թրջում դեպի տուն, ուր որ հայրենի օջախի առաջ վաղուց կարոտով սպասում են ինձ։ Այս տողերը թելադրելիս նա հանգավ։ Ոստանիկի համար նա մի աստվածուհի էր, որն այլևս չկար։ Նա անընդհատ ամբողջ հոգով նրան նկարում էր Ամերիկայում։ Նա ոստանի գեղեցիկ կինն էր, շատ գեղեցիկ։ Նա միշտ մեզ համար բանաստեղծություն էր կարդում եւ ստիպում էր սիրել բնությունը, Հայաստանը, Վանը։ Մայրս ոստանիկին արտիստ դարձրեց, մորս աչքերը, նա իր ոստանիկի նկարներին, նրա դիմանկարներում Վանի աչքերն են, այդ դիմանկարները մի օր մորս անմահություն կբերեն։ Ահա այս մայրը, որը նշնչանքի աղբյուր է եղել ժամանակի մեծագույն նկարիչներից մեկի համար, թաղված է Երևանի հողում, հազարավոր հայ զոհերի նման եղբայրական գերեզմանում, ոստանի չարահան սուրբ նշան եկեղեցուց շատ հեռու։ Հետո քույր եւ եղբայր մի խումբ վանեցիների հետ եւ նրանց օգնությամբ հասան Ամերիկա 1920 թվականի մարտի 1-ին, որտեղ եւ հանդիպեցին հորը եւ մյուս քրոջը։ Ոստանիկը Ուոթերթաունում ընդունվեց հուդրուբր կոշիկի ֆաբրիկա եւ վրընդվեց 2 ամիս հետո, որովհետեւ նկարազարդել էր կոշիկի բոլոր տուփերը։ Այնուհետև աշխատեց Բոստոնի Մաժեստիկ թատրոնում։ Ընդմիջումներին 1 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում նկարում էր պրեզիդենտներին 5 ցենտով։ Սա հնարավորություն էր տալիս թուղթ եւ մատիտներ գնել եւ գնալ Չարլզ Գետի ափ նկարելու։ Աշխարհը 1915 թվականի պատճառով դժոխքի ճշգրիտ պատկերն էր, սակայն ոստանիկ Ադոյանը դժոխք դարձած աշխարհում փնտրում էր իր ապրելու գերագույն իմաստը, փնտրում էր հեքիաթի անմահական ջրի այն կաթիլը, որ պետք է հրաշքով իր ներսում ծներ ոգու մեծ խլիրտը, նրա երգը, նրա լույսը, որը պիտի թուլացներ նրա հոգեբրկումը եւ նորից պիտի հայտնագործեր աշխարհի անխաթար գեղեցկությունը, նրա բարոյական ուժը, նրա կատարելությունը։ 1925 թվականն էր, երբ գնաց Նյու Յորք, որովհետև այդ քաղաքը Ամերիկայի արվեստի կենտրոնն էր, բայց արվեստը Նյու Յորքում չէր, արվեստն իր մեջ էր։ Այդ նույն 1925 թվականին ընդունեց Աշիլ Գորկի անունը եւ դարձավ արվեստի կենտրոնական դպրոցի ուսանող։ Բայց 1 տարի անց արդեն ինքն էր ուսանում, սկզբում միայն գծանկար, իսկ այնուհետև ընդհանրապես նկարչություն։ Մի ժամանակակցի վկայությամբ ամերիկյան գեղարվեստը ոչ միտեղ այնպես չէր ծաղկում, ինչպես Գրինվիչ Վիլիջ կոչվող հետնախորշերում։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահարմար տեղն էր, որտեղ արվեստագետները իրոք տաղանդավոր էին, իրոք քաղցած էին եւ իրոք անառակ։
Գրինվիչ Վիլիջի հետ նախորշերի արտադրանքից էր Մանհեթթենի արվեստը կերակուր ստանում։ Իսկ Մանհեթթենը հենց այն էր, ինչ փնտրում էին աշխարհի բոլոր արվեստագետները։ Սակայն Գորկին չի հետևել բոհեմական կյանքին։ Երբ ես առաջին անգամ գնացի նրա արվեստանոցը, ապշեցի։ Արտակարգ կարգ ու կանոն էր տիրում։ Հատակը մաքուր լվացած էր։ Ես շատ էի ազդվել նրա նկարներից ու վրձինների քանակից։ Ոչ միտեղ ներքի հետք չկար, մթնոլորտը մաքուր էր ու հմայող։ Ուներ մի քանի գիրք, մի հին ձայնարկիչ և ձայնապնակներ։ Նրա պատերից կախված էին Էնգրիի և Ուչելոյի վերատպությունները։ Նա իր նկարները խնամքով դասավորում էր մի սենյակում, որը ծառայում էր այդ նպատակին։ Ասում են, որ Գորկին ինձանից է ազդվել, սա տխմարություն է։ Երբ ես մտա նրա արվեստանոցը, մթնոլորտը այնքան գեղեցիկ էր, որ ես նույնիսկ գլխապտույտ ունեցա։ Եթե արվեստաբանները երբևէ հետաքրքրվեն, թե որտեղ եմ ես որպես նկարիչ ձևավորվել, ապա թող գրեն։ Իմ սկիզբը ծայր է առել Յունիոն հրապարակի 36-ից։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ անհնար է ազդվել Գորկու հզոր ազդեցությունից։ Հրաշալի աշխարհ, թող օրհնյալ լինի քո հոգին։ Ես զարմացել էի նկարչականային պարագաների վրա, որ Գորկին ուներ։ Ես երբեք այդպիսի հավաքածու չէի տեսել նույնիսկ խանութում։ Նրան հաճախ էին հարցնում, թե որտեղից է ձեռք բերում այդ ամենը և թե ինչպես է կարողանում այդքան մաքուր պահել։ Բնությունը նրան տվել էր բարձր հասակ և ազդեցիկ արտաքին։ Նա հաճախ էր պատմում պատմություններ, որոնք շատ գրավիչ էին և համեմված հումորով։ Այն հեռու ժամանակներում ժամանակակից արվեստի նմուշները ավելի քիչ էին, քան այսօր, և մեծ կամք էր պետք դիմագրավելու քառակուսի նկարողներին։ Այս երևույթը հիմա էլ է տեղի ունենում, որովհետև քառակուսի նկարողները միշտ մեզ հետ են։ Բայց ես Գորկուն ընդունում էի որպես տաղանդավոր նկարչի, որն ապրում էր զարգացման պրոցես։ Մեկը, որ բավական մտածողություն ու էներգիա ունի, կկարողանա իր ճանապարհը գտնել մեր ժամանակների անընդհատ փոփոխվող գաղափարների քաոսում։ Գորկին գտնում էր, որ նկարչություն ուսումնասիրելու և սովորելու լավագույն միջոցը թանգարաններում լինելն է։ Մետրոպոլիտեն թանգարանում իրեն զգում էր ինչպես տանը։ Նա մի թանգարանից մյուսն էր գնում և մեզ իր աշակերտներին երբեմն տանում հետը։ Մենք թափառում էինք դահլիճից դահլիճ, երբեմն նա կանգնում ու երկար նայում էր որևէ նկարի։ Հետո շրջվում էր դեպի մեզ ու ասում. արդյոք այս նկարները մեծ համբերության ու աշխատանքի արդյունք չեն, որոնք անհրաժեշտ են նույնիսկ հանճարին։ Մենք չէինք ընդունում իմպրեսիոնիստներին և անհաջող փորձ էինք անում մեզ դնել նրանց լուսավոր ապագայի մեջ։ Բայց Գորկին ասում էր. նրանք ապստամբեցին խավարի դեմ։ Վերածնունդը հայտնաբերեց լույսն ու ստվերը, իսկ 19-րդ դարը անստվեր լույսը։ Գորկին սիրում էր, որ նկարը հարթ լինի։ Թանձրությունը առաջին շրջանի նկարներում շատ կարևոր էր նրա համար։ Նա սիրում էր շերտ առ շերտ ներկը քսել, ապա սրիչով քերել և փայլեցնել։ Արդյունքում նկարը շողշողում էր ադավանդի պես։ Գորկին սիրում էր անցյալը և ցանկանում էր, որ այն չմոռացվի։ Չմոռացվի ոչ միայն թանգարաններում կախվելով, այլև ներկայի մեջ վերամարմնավորվելով։ Հետո շատ տարիներ անց պիտի գրվեին գրքեր նրա մասին, որտեղ նրա ծննդավայր Հայաստանը պիտի հայտնվեր Արևելյան Եվրոպայում, հետևապես նա պիտի համարվեր արևելաեվրոպացի։ Իսկ թե դա ինչ է, ոչ ոք չի կարող բացատրել։ Պիտի հայերը համարվեին ուղղափառ քրիստոնյաներ, հետևապես նրա մանկությունը պետք է անցած լիներ բյուզանդական սրբապատկերների մեջ։ Պիտի զրպարտեին, թե նա վրացի է, որ անգլերեն խոսում է անատոլիական առոգանությամբ, որ նրա փիլիսոփայական մտքերը ռուսաստանցի Լե Իվան Դուբրովսկու մտքերն են, որ վերջապես նրա հայացքները հայ արվեստի մասին ազգայնամոլական են։ Կարլեն Մուրադյանի Գորկու քրոջ որդու կարծիքով սրանց սխալը գալիս է հին երկրի մասին բացարձակ տեղյակությունից, երկիր, որտեղից եկել էր նկարիչը։ Կարլեն Մուրադյանը ծնվել է 1935 թվականին Միացյալ Նահանգներում։ Նա փիլիսոփայության գծով դոկտոր, ժուրնալիստիկայի պրոֆեսոր էր Օկլահոմայի համալսարանում։ Եղել է ամերիկյան ժողովուրդների հանրագիտարանի աշխարհագրության բաժնի գլխավոր խմբագիրը, նաև Պանորամա ամսագրի գլխավոր խմբագիրը։ Միշտ մասնակցել է համաշխարհային սեմինարների, որտեղ ներկայացրել է միջազգային հաղորդակցության վերաբերյալ ֆունդամենտալ ուսումնասիրություններ։ Գրքեր է գրել Գորկի Ադոյանի մասին։ Անգլերեն լեզվով Գորկու անձին և արվեստին նվիրված նրա ուսումնասիրությունները ոչ միայն պատմում են մեծ նկարչի մասին, այլև պարունակում են հարուստ տեղեկություններ
մեր հնագույն ժողովրդի մասին։ Աշխարհն այդ գրքերով կարող է շատ բան իմանալ հայ ժողովրդի բազմահազարամյա հանճարի վերաբերյալ, որից անտեղյակ է։ Գորկի Ադոյանի արվեստին նվիրված իր ուսումնասիրություններում Կարլեն Մուրադյանը կռահել է, որ ամերիկյան քննադատները դիտավորյալ, միտումնավոր բացառել են Գորկու արվեստի մեջ հայկականության դրսևորումը։ Գորկին իր մի նամակում գրում է. «Վերջերս Հայաստանի հուշերը պաշարել են ինձ։ Աշխատում եմ մի նկարի վրա, որ մեր տան հիշողությունն է։ Ես ձգտում եմ ձեռք բերել ազատ բանականություն։ Մեր երեք տները միավորված մեր կարմիր մրգատու այգիներով եւ ծիրանի ծառերը, որ բնության բանաձևեր են, եւ նկարիչը, որն այդ բոլորը դարձնում է իր սեփականը, ղեկավարելով նրանց, ինչպես դիրիժորը նվագախումն է։ Ուղղանկյուն պատերը, կավեգործիքները եւ հայկական կարպետները պատերին փորձում են որոշակի եզր գտնել մեր ցորենի արտերի հետ, գույնզգույն կտորներով զարդարված մեր սրբազան ծառի հետ եւ հայոց կռունկների ու պարտեզի քարերի հետ։ Այս բոլորը տարածվում են մեկը մյուսի մեջ եւ ներդրվում տիեզերքի անընդհատ շարժման մեջ, ինչպես կյանքը սնողարյունը, որը հոսում է մարդու երակներում։ Աստվածներ Աստծուց առաջ, միտք աստվածներից առաջ, սկիզբ սկզբից առաջ։ Այս բոլորը նրբորեն ամբողջացված հայաստանյան փնջի մեջ, որն է խորգոմը։ Համայն աշխարհը մանրանկար չափերի եւ տիեզերական անընդգրկելիության մեջ։ Արյունահեղ ողբերգություն, վիշտ, ուրախություն, ստեղծագործելու ունակություն, կյանք եւ մահ, ապրել եւ չապրել, երբևէ ապրած եւ երբեք չապրած։ Այս բոլորը ընդգրկող տաք երկիրը եւ արևով լեցուն վասպուրականի լեռները։ Եվ սա զննում է աչքերը նոր բացած երեխան։ Ես տեսել եմ մեր աշխարհի կոթողները։ Ես շոշափել եմ դրանք իմ մատներով եւ իմ սրտով։ Եվ սիրտս ամենասուր ցավն է զգացել։ Այդ հուշարձանները պահպանել են հիասքանչ բնականության հանելուկային կենարարությունը։ Ես ինքնուրույն փորձել եմ այն, ինչ նրանք հին վարպետներն են փորձել։ Ես ինքս տեսել եմ այն, ինչ նրանք են տեսել։ Ես ինքս զգացել եմ այն, ինչ նրանք են զգացել։ Որովհետև իմ նկարների եւ նրանց դիմաքանդակների միջև ընդհանուր էության կապ կա։ Ես կատարելագործել եմ իմ նկարները, մեխանիկորեն տալով նրանց ֆիզիկական ուժ, համառ համամասնություն, հիասքանչ։ Տիգրիսի եւ Եփրատի ողբալի երգերը, նրանց պղտոր ջուրը խմողները, վշտից ցցված որբերի երակները, մահերի մահը, մեր Աստվածուհի մոր սողահարությունը եւ երեխան, որը տեսել է նրա գեղեցկությունը եւ լսել նրա գրափարը եւ պահել նրան վախեցած իր ձեռքերի մեջ։ Ամենամահը մեր խորգոմի վարդ Պատրիկ իշխանի դամբարանը բարձրոշ աչքիս առաջ է, ինչպես երեխա ժամանակ։ Միայն աղթամարը ինձ մոտ հարուցում է ավելի շատ գեղագիտական զգացողություն։ Որքան երջանիկ եմ, ծնվել եմ Հայաստանի արվեստով լեցուն շրջանում։ Այսքան փորձություններից հետո մարդու միտքը կարճում է քաղցրագույն հուշերից ու հիշողություններից։ Մեր գյուղի համեստ ժողովուրդը, որը պահպանել է Ռշտունյաց իշխանի գերեզմանը, որպես հիշողության վառ աստղ։ Ես իմ մատներով շոշափել եմ խաչքարերը, իմաստուն հայ արվեստագետների դարերի մեջ ապրող գործերը։ Եթե մահվան դատապարտված մեկը ստիպված լիներ ճշգրտորեն ընտրելու կառույց, որպես գլուխգործոց ամբողջ արվեստի, ընտրությունը միայն
աղթամարը կարող է լինել։ Գեղեցկության մեր թագի վրա զետեղված այդ գոհարը, ես խոնարհվում եմ նրա առաջ։ Մուրադ, Վարդուշ, սիրելիներս, երգեք, երբ կստանաք նամակս, երգեք եւ հիշեք մեր լեռները։ Ագոսկանի երգեն քանդի կորթել շուտա բարբար շնորհքն է բերքին արավ քանդի կորթել շուտա բարբար շնորհքն է բերքին արավ Ալջրարփին արատամքով Մաչնիկային խոփնի զոտու Պայծառարև մարման սարին Աստված տա խոփ չառնի քարին Պայծառարև մարման սարին Աստված տա խոփ չառնի քարին Խոսելով Հայաստանի մասին Հարոլդ Ռոզենբերգն ասել է. Ով է լսել հայկական Միքելանջելոյի եւ Վատոյի մասին։ Ռոզենբերգը ցուցաբերել է իր տգիտությունը, ասելով, որ մեր արվեստը նշանակություն չունեցող արվեստ է եղել։ Նա պարզապես հեշտացրել է իր գործը, անծանոթ լեռները փոխարինել է ծանոթ դաշտերով։ Քննադատները գիտակցել են, որ Աշիլ Գորկին բացառիկ է, բայց քանի որ անծանոթ են եղել նրա ժառանգությանը, չեն կարողացել վերլուծել նրա արվեստն ըստ արժանվույն եւ նկարչին դիտել են եվրոպական եւ ամերիկյան գաղափարներով։ Նրանք պտտվել են իրենց ծանոթ տերմինների շրջանակներում։ Իբր կարմիր գույնը Սեզանից է, նրա դիմանկարների աչքերը վերցված են Պիկասոյից, կտավի հիմքը գիծը արաբա-իրանական ծագում ունի, իսկ անցնող գիծը միրոյական է։ Ողբերգական թեմաներն էլ բյուզանդական կամ ռուսական։ Գորկին ինքը գտնում էր, որ պետք է ուսումնասիրել այդ քննադատների ազգագրական եւ մշակութային ֆոնը, նրանց կրթության չափը եւ տնտեսական վիճակը։ Ինչու են դարձել քննադատ, ով է նրանց վճարում եւ որքան, ովքեր են նրանց տպում, ինչ որակավորում ունեն, որովհետեւ մինչեւ քննադատները գիտակ չդառնան, այդպեսին չի դառնա ժողովուրդը։ 1926 թվականից սկսած Գորկին նկարում է դիմանկարներ։ Նկարում է ընտանիքի անդամներին, հատկապես մորը Շուշանիկին եւ քույրերին, Ագապիին եւ Վարդուշին։ Վաղ շրջանի դիմանկարներում անգամ հասունությունն առկա է։ Գորկու դիմանկարչության ամենացայտուն արտահայտությունը հայկական աչքերն են, որոնց մասին ասել է. նրանք խոսում են նախքան շրթունքների շարժվելը ու դեռ երկար շարունակում են խոսել, երբ վաղուց դադարել են խոսել շուրթերը։ Մորս աչքերը նրանք պիկասոյական էին համարում, իսկ հայոց տխրությունը բյուզանդական կամ ռուսական։ Եվ երբ ես նրանց ուղղում եմ, նրանք պատասխանում են, որ այդ ուղղումները փոքր ազգերի չափազանցված ազգայնամոլությունն է։ Ինձ կատաղեցնում է, որ նրանք ինձ ազգայնամոլության մեջ են մեղադրում։ Իմ ջահելության օրերը անընդհատ այցելում են ինձ եւ առարկայանում իմ նկարներում։ Քննադատները սա նեղմտություն են համարում, բայց սա համապարփակություն է։ Շատ ժողովուրդներ մեծապես կշահեին, եթե ունենային այդ հնարավորությունը։ Արվեստ ազգայնամոլությունից վեր է եւ ներկայացնում է համընդհանուր մարդկային աչքը։ Բարձրագույն արվեստը այն է, որ պատասխանում է բարդ երևույթներին եւ հնարավորություն է ընձեռում մարդուն հասկանալ այն։ Ինձ համար արվեստը իրարամերժ գաղափարների բախում է։ Հակադրությունների բախումը մեծ նշանակություն ունի արվեստի առաջընթացի համար։ Մեծ արվեստը պետք է միտք եւ զգացողություն ունենա։ Զգացողություն եւ մի ուժ, որ միավորի սրանք, որպեսզի ամբողջությամբ արտահայտի զգացածի բարդությունը։ Մենք ստիպված կարճ ժամանակում շատ բան ենք տեսել ու ապրել։ Տեսել ենք թուրքերի արյունահեղությունները, կոտորածն ու եղեռնը, մեր գաղթը, մեր երկրի ավերումը։ Այս բոլորը ես հիշում եմ։
Այս բոլորին մենք կենթանի մնացածներս չենք կարող չպատասխանել առավել մեծ ուժգնությամբ։ Արվեստը մեր դժբախտ ժողովրդի ինքնարտահայտումն է։ Ինչ գործ ունի այստեղ ազգայնամոլությունը։ Ես ձգտում եմ այն պահին, երբ իմ նկարը կարձագանքի կանչիս։ Այս ժամանակ ես ցած կդնեմ վերցինս։ Կատարելություն։ Մայրս ամենագեղագետ եւ ամենաբանաստեղծական մարդն էր, որ ես երբևէ հանդիպել եմ։ Մայրս գեղագիտության տիրույթի թագուհին էր։ Մի օր այս նկարների շնորհիվ իմ մայրը կանմահանա։ Արթուր, դու հիշում ես մեր մոր երգերը։ Հարոլդ Ռոզենբերգը սիրում է կարծիքներ հայտնել իրեն անհայտ բաների մասին։ Պիկասոյի եւ մեր մոր աչքերի մասին, մեր տխրության եւ բյուզանդական սրբապատկերների մասին։ Նա ինչ էր ճանաչում ոստանցի Շուշանիկին։ Նա ինչ գիտեր մեծ եղեռն ապրած եւ գաղթի սահմռկեցուցիչ ճանապարհն անցած հայոց անփարատելի տխրության մասին։ Այս նկարը կոչվում է Յարգյուլը։ Նրա բոլոր ընկերները եւ աշակերտները վկայում են, որ նա սիրում էր նկարելիս երգել իր ժողովրդի երգերը։ Նա երգել է նաեւ այն ժամանակ, երբ փորձել է շրջապատին հասկացնել, թե որտեղից է ստանում իր ոգևորությունը։ 1930 թվականի ապրիլին Նյու Յորքի ժամանակակից արվեստի ցուցասրահում ցուցադրվում են Գորկու մի քանի գործերը։ 30-ական թվականներին ավարտում է Գիշեր, գաղտնիք, հայրենադարձություն շարքը, որոնք հիշողություններ էին Հայաստանի մասին, ուր միշտ երազեց վերադառնալ, սակայն իր մահկանացուն կնքեց հեռավոր եւ օտարվի երկրում, տարապելով հայրենաբաղձություն կոչվող հիվանդությամբ եւ կարոտախտի անբուժելի ցավով։ 30-ական թվականներին Գորկին ավարտում է Ներդաշնակություն եւ Քարյակ շարքերը։ 1934 թվականին Ֆիլադելֆիայի Մելոն սրահում բացվում է անհատական առաջին ցուցահանդեսը։ Հաջորդ ցուցահանդեսը մեկ տարի անց 1935 թվականին բացվեց Նյու Յորքի Գիլդ արվեստի թանգարանում։ Այս ցուցահանդեսի կապակցությամբ քննադատ Քայսլերը գրեց. «Սա կովկասյան ոգի է, որն Ամերիկային ստիպեց զգալ»։ Նրա քննադատական բանականությունը փնտրում է Պիկասոյի եւ Միրոյի բուն էությունը։ Այս օտարականը, որ նոր է հագեցրել իր սովն ու ծարավը, ամեն ինչի պատրաստ է ու ընդունակ արվեստում։ Սակայն արդեն սկսվել էր Միացյալ Նահանգների հայտնի ճգնաժամը։ Գորկին ահավոր վիճակի չի լինում նույնիսկ ներքև կտավ գնել։ Այդ շրջանում նա միշտ գրեթե նկարում էր գրիչով եւ թանակով եւ երբեմն էլ մատիտով։ Սրանցից շատերը հետո նա յուղաներկ է դարձրել։ Ճգնաժամն իրոք ահավոր էր եւ մարդիկ սովամահ ընկնում էին Նյու Յորքի փողոցներում եւ ավելի հաճախ նկարիչները։ Ամերիկյան կառավարությունը կազմակերպում է քաղաքացիական գործերի ադմինիստրացիայի արվեստի նախագծի հասարակական աշխատանքներ ծրագիրը, նպատակ ունենալով աշխատանքով ապահովել անգործ նկարիչներին։ 1933 թվականին Գորկին ընդունվում է աշխատելու այդ ծրագրում։ 1935 թվականին Նյույորք քաղաքի օդանավակայանը նոր շենք է տեղափոխվում եւ կառավարությունը հրավիրում է մի խումբ նկարիչների որմնանկարների համար։ Ընդունվում է թանգարանում ցուցադրված Գորկու էսքիզը եւ նա էլ կատարում է այդ աշխատանքը։ Մի սերունդ հետո այս որմնանկարները կորսվում են։ Հետզհետե նրանց վրա 14 շերտ գաչ եւ ներկ է հայտնվում։ Իսկ 1966 թվականին Ուտբաումանի ջանքերով կառավարությունը միջոցներ է հատկացնում այն գտնելու եւ վերականգնելու համար։ 35 տարի հետո 10 պանելներից հայտնաբերվում են միայն 2-ը եւ այժմ գտնվում են Նյույորքի թանգարանում։ 35 տարի հետո մամուլը իրեն թույլ տվեց հիացական բացականչություններ։ Օ, շնորհաշատ Տեր, միթե օդագնացությունն այսքան հրաշալի բան է։ Բացի օդանավակայանի որմնանկարներից նա որմնանկարել է նաև Ռիվիերայի գիշերային ակումբը եւ Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառի որմնանկարները, երկուսն էլ կորած են։ Տան պատերը կավից էին, իսկ առաստաղը փայտից։ Կենտրոնում անցք, ծխի համար։ Տարվա բոլոր եղանակները իրեն զգացնել էին տալիս։ Անցքից իջնում էր փայտե խաչ, որից թելով կախված էր մի սոխ։ Սոխի վրա խրված էին 7 փետուր,
դրանք շաբաթվա 7 օրերն էին։ Այս կախված առարկաներից, փետուրից եւ սոխից ես առաջին անգամ հասկացա սովորական անսովորի վերածելու հրաշքը։ Այս պատահական անկարգությունը հեքիաթ էր, իրականության շղթումով, իրերը իրենց սովորական տեղից հանելով ստեղծվում է մի նոր իրականություն։ Այսօրվա նկարիչը գործում է իր կտավի տարածության մեջ քանդելով, տրոհելով մակերեսը մինչև որ կհասնի իր ամբողջության իրականացմանը։ Եթե ես ինքնաթիռը բաժանել եմ տարբեր բաղկացուցիչ մասերի եւ ձևերի, թև, անիվ, լուսարձակներ, ոչ թե որպեսզի թվարկեմ բաղկացուցիչ մասերը, այլ պատի տարածության վրա տամ օդագնացության խորհրդանշանները։ Այդ խորհրդանշանները միշտ անփոփոխ կմնան, որքան էլ փոխվի ինքնաթիռի տեսքը։ Նյույորքի օդաչուները ուրախությամբ ընդունեցին այդ որմնանկարները։ Նրանք ասում էին, որ իրենք ոչինչ չեն հասկանում արվեստից, բայց նկարներն իրենց դուր են գալիս։ Դրանք հիշեցնում են գեղեցիկ բաներ, որոնք տեսել են վերևում։ Օրինակ գեղեցիկ ամպեր, եւ երբ ինքնաթիռը շատ է մոտենում օվկիանոսին, նրա ստվերն ալիքների վրա ճիշտ այդպիսին են, ինչպես որմնանկարների վրա։ Որմնանկարների ամեն մի 30 քառակուսի մետրի համար վճարել էին 60 ցենտ։ Նա ֆինանսական շատ ծանր վիճակում էր եւ հաճախ փող չէր ունենում սննդի համար։ Սակայն չնայած ցնցոտիների եւ ծայրահեղ աղքատության, պետությունը հնարավորություն տվեց այս բանաստեղծական եւ հերոս նկարչին պահպանել իր ստեղծագործական ուժերը ոչ միայն Նյույորքի օդանավակայանի որմնանկարների համար, այլև հետագա նկարների, որոնք կանխորոշեցին նրա ետպատերազմյան հռչակը։ Իմ կյանքը նման է տխրության եւ վշտի ալեկոծումից պորտկացող փոթորկոտ ծովի։ Բայց փոթորիկները նախքան ափին մոտենալը խութերի եւ արգելքների հետ բախվելով հասնում են որոշակի անաղարտության։ Սակայն սովահարության եւ տառապանքի այդ տարիներին միայն որմնանկարներ չստեղծվեցին, այլ նաեւ ստեղծվեց Խորգոմի պատկեր շարքը, հայրենի տպավորությունների եւ հիշատակների վավերագրությունը։ 1936 թվականին Խորգոմի պատկերներ թեմայով նկարում է 4 տարբերակ։ Գորկու ձևերը, մարմիններն ու գծերը դառնում են ավելի կրքոտ։ Այս շարքին հաջորդեց Պարտեզ Սոչիում շարքը 8 տարբերակով։ Դեպի գեղարվեստի աշխարհ Գորկին այս շարքերով բացեց նոր դուռ, որով պիտի մտներ միայն ինքը։ Այստեղից սկսած նրա արվեստը պիտի հորդի բանաստեղծությամբ ու պիտի ծաղկի։ Բնությունը, իր անձը եւ իր կյանքը պիտի ժանյակվեն իրար ու պիտի ծնունդ տան անմոռանալի գործերի, որի սկիզբը եղավ Պարտեզ Սոչիում եւ Խորգոմի պատկերներ շարքը։ Ես սիրում եմ ջերմությունը, հապկությունը, ուտելին, անուշահամությունը, մարդու երգը։ Ես սիրում եմ Ուչելլոյին, Էնգրին եւ Պիկասոյին։ Ես ամեն ինչ փորձում եմ չափել իմ ծանրությամբ։ Ես սիրում եմ իմ Մոկուչին, կնոջս։ Իսկ ինչ ասեմ հայրիկ Սեզանի մասին։ Ես սիրում եմ դաշտերը, ցորենի արտերը, ծիրանենիները, ծիրանի ձևը, արևի խայտանքը եւ ամենից հացը։ Մեր տնից քիչ հեռավորության վրա աղբյուրի ճանապարհին հայրս մի պարտեզ ուներ։ Մի քանի խնձորենիներով, որոնք դադարել էին պտուղ տալ։ Այնտեղ մի հողակտոր կար, որ միշտ արևոտ էր, որ աճում էին անչափելի քանակությամբ վայրի ստեպղիներ եւ ուր որ ոզնիները իրենց բույնն էին շինում։ Այնտեղ հողի մեջ կիսով խրված կապույտ ժայռաբեկոր կար, այստեղ այնտեղ վրան բուսած մամուռի կտորներով։ Այդ պարտեզը ճանաչված էր որպես խնդրակատար պարտեզ։ Այս բոլորի վրա իշխում էր արևից, անձրևից, ցրտից բոլորովին ճերմակած եւ տերևազուրկ դարձած հսկա մի ծառ։ Դա սուրբ ծառն էր։ Նրա մոտից անցնողը պատռում էր իր հագուստից մի կտոր եւ կապում այդ ծառին։
Տարիների ընթացքում բազմացող եւ քամուց դրոշակների նման թրթռացող այս բոլոր անձնական արձանագրությունները շատ մեղմորեն ականջիս էին հասցնում բարդիների արծաթյա տերևների արձագանքը։ Սա ստեղծագործական արարման այն կիզակետն է, որը ոչ միայն իրենն էր, իր արվեստինը, այլև ընդհանրապես արվեստինը։ Սուրբ ծառը մեկնաբանված է ազատորեն, չկա իրապաշտական նկարագրություն եւ նկարները քո մեջ արտնացնում են դեպի գաղափարական խորքը գնալու ցանկություն։ Այս շարքը շարունակությունն էր խորգոմ շարքի։ Սիրելի Վարդուշ, նկարների այս շարքը վերաբերվում է մեր խորգոմի այգիներին։ Ես այն անվանեցի Պարտեզ Սոչիում, թեև պետք է անվանեի խորգոմում։ Մի օր ես դա կանեմ։ Ամերիկացիները դժբախտաբար անգրագետ են Հայաստանի հարցում եւ գերադասում են ավելի հայտնի անուններ։ Ես զգում եմ, որ սխալ եմ արել եւ կուղ եմ։ Բայց վերնագրերը չեն կարևորը։ Կարևորը նրանց հայկական ներշնչանքն է։ Ես հաճախ եմ նկարում մեր պարտեզները եւ վերստեղծում նրանց կանաչությունն ու կյանքը։ Մենք չկարողացանք ամբողջությամբ գնահատել, ինչ որ ունեինք հին երկրում։ Վերահայտնաբերելով բնության ամբողջական գեղեցկությունը, գիտակցում եմ, թե որտեղից եւ ինչպես եմ գտել իմ ճանապարհը։ Ամեն մարդ ունի իր ոճը։ Նրա ոճն այնպես է, որ կասկածի տեղիք չի տալիս։ Դա մեծ մարդու ոճ է։ Գորկին շատ մեծ նկարիչ է, նա միլիոն անգամ մեծ է այսօր։ Գորկին կապոխողակ է մեր եւ համաշխարհային արվեստի միջև։ Գորկին ամերիկյան նկարիչներից լավագույններից է։ Նա միշտ կպահի միջազգային մակարդակի իր համբավը։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե հիմա աշխարհն ինչի նման է եւ առհասարակ չգիտեմ նույնիսկ թե աշխարհը որևէ մակարդակ ունի թե ոչ, բայց իմ կարծիքը սա է. Գորկին բոլորից մեծ է եւ կարեւոր։ Պատերազմի առաջին տարում նրա աղքատությունը ծայրահեղության հասավ։ Նա շատ էր աշխատում, առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը։ Արտակարգ շատ էին արդեն նկարները, բայց գնող չկար։ Նա գնաց արվեստի կենտրոնական դպրոց նորից դասեր վերցնելու համար։ Խորհուրդ տվեցին մի քիչ սպասել, մինչև լուծվի նորակոչիկների հարցը։ Վարդուշ, սիրելիս, շատ եմ ուզում սրանից մի բան ստացվի։ Կյանքն անտանելի է դառնում։ Իմ մասին մի մտածիր։ Սա նորություն չէ ինձ համար։ Այս ծանր ժամանակ էր, երբ նա հանդիպեց Ագնես Մագրուդերին։ Գորկին արդեն մեկ անգամ 1935 թվականին եղել էր ամուսնացած։ Նա այդ ժամանակ հանդիպել էր Մարնի Ջորջին, որը միջին արևմուտքից էր եւ եկել էր Նյու Յորք արվեստ ուսանելու։ Գորկին սկսեց նրան սիրահետել եւ շուտով ամուսնացավ, բայց այս մասին հաջորդիվ։